Գաղտնիք չէ, որ Անահիս Սարդարյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Դերասանուհին Instagram-յան իր էջում ներկայացնում է իր առօրյան, երեխաների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, ինչպես նաև խոսում այն խնդիրների ու հարցերի մասին, որոնք իրեն անհանգստացնում են։ Այս օրերի ընթացքում Անահիս Սարդարյանի հրապարակումները տարբերվում էին, բանն այն է, որ այդ տեսանյութերում Տաթև Ասատրյանն էր։ Անահիս Սարդարյանը նախ մասնակցել էր Տաթև Ասատրյանի համերգային շրջագայության համար պատրաստվող փորձին, հետո արդեն դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես է Տաթև Ասատրյանի հետ գնում իր տուն ու անակնկալ մատուցում մայրիկին։ Դերասանուհու մայրը չի կարողանում զսպել իր արցունքներն ու իհարկե խոստովանում է այն մասին, որ ողջ ժողովուրդը սիրում է Տաթևին։ Հոլովակը բավական հուզիչ է ստացվել, ուստի ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության։ Մամ լացում ես։ Մեկ քեզ սիրում, դու պատկերացնում ես այդ ինչ սերը։ Վայ ժողովրդի սերը, վախ։ Դու ժողովուրդն էիր, մամ։ Վայ աղջի, Դու ժողովրդի ներկայացուցիչն ես։ Անայս բոլորն են ասում, էսով է։ Ինքը որդուցա, ինչ մամայ անեցել ասում չի, դեցավը տա։ Վայ ես մենք քուցավը դու որ այդքան չեմ կար ասեմ, ինչքան ուրախություն ես բերում։ Կյանքի ուղիներով հաղորդման հյուրը դերասանուհի Անահիս Սարդարյանն է։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարցուպատասխանները։ Անահիսը հաղորդման ընթացքում խոսեց իր մանկության հուշերի, ծնողների և իր գործունեության մասին։ Դերասանուհին նախ նշեց, որ իր երեխաների մանկությունը խիստ տարբերվում է իր մանկությունից։ Իմ մանկության տարիներին լավ ու վատ ապրող մարդկանց տարբերությունը այսքան մեծ չի եղել։ Մենք էլ շատ հաշտ ու ներդաշնակ էինք մեր ապրած կյանքի հետ։ Ես ինձ հետ անցյալից կբերեի մարդկանց, որովհետև կարոտել եմ շատ։ Կբերեի իրենց արժեհամակարգը, որովհետև իրենցը ամենաճիշտն էր։ Ես մեկ-մեկ մտածում եմ, ինչ լավ պապաս հիմա չկա։ Անկեղծ, ես չեմ պատկերացնում, որ ինքը հիմա տեսներ դրսում քայլող ականջողով տղա։ Ես ռասիստ ու տենց չգիտեմ ինչիստ չեմ, չգիտեմ դրան ինչ են ասում, բայց եթե իմ պապան տեսներ, տեղում կմնար, չէր հասկանա այս ամեն ինչը ու չէր հասկանա սա ինչ է։ Ու ես հիշում եմ, որ դա ժամանակին ամոթ էր, տենց բաները իրոք ամոթ էին, նույնիսկ ամոթ էր, որ մի պահ ինչ-որ մեկն ասեր, որ Արցախը Հայաստան չէ։ Ես հիշում եմ հարևանների մտերիմ լինելը։ Հիմա ես մի շենքում եմ ապրում, որտեղ հարևաններիս կեսին չեմ ճանաչում։ Այսօրվա իրավիճակը հեռացրել է մեզ։ Հիմա ոչ մեկ դուռը չի ծեծի ու ինչ-որ բան ուզի։ Հիշում եմ, որ ամսվա մեջ մի օր կար, որ կարող էինք մեզ թույլ տալ շոկոլադ առնելու։ Մամայի հետ գնում էինք երկար ընտրում։ Ես ու քույրս հենց խանութում վիճում էինք, մաման ասում էր. «Վերջ, էս ամիս չեք ուտելու շոկոլադ»։ Ու որ ասում էր, այդպես էր լինում էր։ Իսկ հիմա ես ասում եմ Մոնթեին չէ, 5 րոպե հետո տեսնում եմ նրա դեմքն ու նրա հայացքը, թողնում եմ, որ PlayStation խաղա։ Իսկ մեր ժամանակ ինչ PlayStation-ի մասին էր խոսքը։ Պատկերացրեք, ես սեպտեմբերի 1-ին չէի ուզում գնալ դպրոց, որովհետև ես նույն հագուստով պետքա գնայի, իսկ ես դա չէի ուզում։ Ու շատերն էին հնով գնում։ Նենց չի, որ մենք յուրահատուկ վատ ապրող ենք եղել։ Մենք փոքր ժամանակ ամեն բան հասկանում էինք, այնքան հասուն էինք, որ ոչինչ չէինք ուզում մեր ծնողներից։ Նույնը հիմա մարդիկ իրենց երեխաներին հեռու են պահում հոգսերից, չեն խոսում Արցախի, կորստի, զոհերի մասին։ Ես զարմանում եմ։ Ես փորձում եմ իմ երեխաներին բացատրեմ ամեն բան։
Երեխայի հոգեբանությունը որևէ նյութական բան չունենալուց չի փչանա, կոշիկ չունենալուց չի փչանա։ Երեխայի հոգեբանությունը կփչանա, երբ ինքը տեսնի, որ իր դասարանի Վազգենչիկն ու Արմենչիկը իրար համբուրում են։ Ես ուզում եմ, որ մենք իսկապես հասկանանք մեր այն ժամանակվա վատ ապրելու, բայց արժե համակարգի մեծ նշանակությունը մեր կյանքում, անկեղծացավ Անահիս Սարդարյանը։ 2014 թվականին կյանքից հեռացավ դերասանուհու հայրը։ Անահիսը խոսեց նաև ծանր ապրումների մասին։ Հայրս 2 տարի ծանր հիվանդ է եղել, 2 տարի անդադար մահացել է, արդեն գիտակցություն չկար, չէր ուտում եւ այլն։ Երբ դու անդադար տանջվող ծնող ես տեսնում, այն էլ 83 տարեկանում, դու ուզում ես 1 րոպե շուտ դա ավարտվի։ Ու իսկապես, երբ հայրս մահացավ, ես իր կողքին նստած Աստվածաշունչ էի կարդում։ Բոլորին ասացի, որ դուրս գան։ Ծնողին որ տարիքում էլ որ կորցնես, շատ ծանր է լինում։ Ես հիշում եմ, որ արդեն նկարահանումների փուլում էի ու մի քանի ամիս չգնացի նկարահանումներին։ Հետո արդեն երևի մոտ 4 ամիս կակազել եմ ու նորմալ չեմ խոսել։ Շատ ցավում եմ, որ հայրս երեխաներիս չի տեսել։ Մոնթես շատ նման է պապայիս ու վստահ եմ, որ հիմա վերևից հայրս տեսնում է մեզ ու ուրախանում է։ Անահիսը նաև խոսեց 44-օրյա պատերազմի ժամանակ օգնություն հավաքագրելու իր կատարած աշխատանքի և էմոցիաների մասին։ 2 զինվոր եկան մի օր։ Սպեցի ծառայողներ էին, ասացին, որ մի քանի ժամով են եկել Երևան։ Ճիշտն ասած, սամավոլկա էին փախել։ Եկել էին, որ ինձ Վաշտի կողմից ծաղիկներ տային։ Ու իմ համար դա չեք պատկերացնում ինչ էր նշանակում։ Իրենք այդքան ճանապարհ էին եկել, չգիտեին վաղը ուր են գնալու, իրենցից ով ա ողջ լինելու։ Այդ ժամանակ մենք բոլորին նկարում էինք։ Ես հանեցի, որ նկարեմ, տղաներից մեկն ասաց՝ մի նկարեք, էլի սամավոլկա ենք եկել, չի կարելի։ Ասեցի չեմ տեղադրի։ Այդ օրերին չտեղադրեցի։ Մի քանի ամիս հետո այդ նույն տղան ինձ գրեց. ասաց Անահիս, հիշում ես, եկել էինք ձեզ մոտ, Ռոբին, հիշում ես։ Ես ասացի հա, հիշում եմ, անգամ վիդեոն ունեմ։ Ասացի կարող եմ արդեն տեղադրել, կարելի է վերջացրել եք ծառայությունը, եկել եք։ Ասեց չէ, Ռոբը էլ չկա, զոհվել է։ Ու հասկանում ես, թե ինչքան երեխեք գնացին ու չեկան, ինչքան ծանր մահեր ունեցանք։ Իրանք նենց բաներ են տեսել, որ չպիտի տեսնեին, այն էլ այդ տարիքում։ Չպիտի այդքան բան տեսնեին ու այդ մահով գնային։ Այդ տղայի մաման ինձ գտել էր, որ միասին գնայինք Ռոբի գերեզմանին։ Ես իրենց տուն էլ գնացի։ Տեսա, որ անընդհատ այդ վիդեոն պտտվում է իրանց տանը։ Մենք հիմա ծանր, դաժան ու զզվելի իրականության մեջ ենք ապրում։ Ու ինչքան այդպիսի պատմությունների միջով ենք անցել ու ինչեր ենք տեսել այդ օրերին, անկեղծացավ Անահիս Սարդարյանը ու չկարողացավ զսպել իր արցունքները։ Դե իսկ Star News-ը այսքանն էր առանձնացրել Անահիս Սարդարյանի վերջին հարցազրույցից։